Ուրախ եմ, որ այստեղ եք ու միասին եւս մեկ օր ունենք Տիրոջը փառաբանելու, Տիրոջը մեծարելու։ Գիտեք, երբ որ նայում ենք ընդհանրապես երեխաներին, հիմա մենք որպես մեծահասակներ կամ մեծեր sense բաներ չենք անում, ինչ-ինչ բաներից ելնելով, սակայն երբ որ նայում ենք շատ դեպքերում պետք է ուղղակի երեխաները պես գնանք դեպի մեր Տերը, դեպի մեր հայրը ու այն ազնիվ կերպով, այն ձևով ոնց որ երեխաները են շատ դեպքերում գնում իրենց ծնողների մոտ, որովհետև երեխաները շատ բան չգիտեն, բայց համենայն դեպս իրենց ծնողների շրջանակում որոշակի ապահովություն են զգում։ Ու դա նույնիսկ կարող եք նկատել այն ովքեր որ երեխա ունեցել են, վստահ եք որ տարբեր իրավիճակներում երբ որ նույնիսկ ծանոթ մարդիկ են, ուզում են գրկեն կամ բան անեն, բայց չէ առաջնայինը ոնց որ մայրիկը եւ հայրիկը կամ ծնողներն են։ Նույն տրամաբանությամբ կամ նույն կերպով մենք էլ պետք է գնանք մեր հոր մոտ։ Մենք էլ պետք է գնանք Քրիստոսի մոտ, որովհետև ապահովությունը, որ ունենք, ոչ մարդ կարող է տա, ոչ կարգավիճակը կարող է տալ, որևիցե բան էս կյանքում ապահովություն չի կարող տա, միայն Տեր Հիսուս Քրիստոսի մոտ գալը։ Եվ այդ ապահովությունը ես չեմ ուզում ասեմ ֆիզիկական, որի նկատի ունենամ, որ օրինակի համար, եթե Քրիստոսի մոտ եք, ուրեմն որևիցե խնդիր չի լինելու կամ որևիցե հարցի առաջ չեք կանգնելու։ Սրա մասին չի խոսքը գնում։ Ապահովությունը հավիտենականության հետ կապ ունի։ Որ դու գիտես, որ ինչ էլ որ պատահի ես երկրից վրա, գիտեմ մի բան, որ Տերս ինձ հետ է ու հավիտենականությունն անցկացնելու եմ Աստծո հետ։ Սա է կարևորը։ Մնացած հարցերը երկրորդական են, երրորդական են, ինչի եմ ասում, որտեղ ուղղակի նայեք կյանքին կտեսնեք ու շատ հստակ կերևա, որ այս կյանքը ժամանակավոր անցողիկ է։ Որևիցե բան կարաք ասեք, որը որ մնայուն է նյութական աշխարհում, ոչ մի բան չկա մնայուն։ Նայեք ձեր ջահել նկարներին ու նայեք հիմա կտեսնեք, որ ձեր երիտասարդությունն է անցնում։ Նայենք տեսնենք մեր առողջական վիճակը, որը որ կարա ամեն օր ինչ-որ մի նոր բան հայտնվի, հասկանում ես, որ ֆիզիկական տկար վիճակում ես գտնում ու ցանկացած պահին կարա մի բահ գա, որ ասես վերջ, էսի վերջին օրն էր։ Վերջ, այսինքն օրերս կամած մոտենում են այս ավարտին։ Սակայն մենք այնպես ենք ապրում, կարծես, չգիտեմ, այս երկրից վրա այս մարմնի մեջ հավիտյան ապրելու ենք։ Մեր ենթագիտակցության մեջ կա այդ հավիտենականության առումով տենչանքը, սակայն չգիտենք որտեղից է գալիս։ Եվ այս ամեն ինչը Աստծո շնորհքն է։ Աստված, երբ որ մարդուն արարեց, ստեղծեց, արարեց ոչ թե ժամանակավորի համար, այլ արարեց որպես հավիտենական էակներ։ Եվ այո, մարդկային հոգին հավիտենական է։ Սակայն խնդիրը սրանում է, այդ հավիտենականությունը ես ում հետ եմ անցկացնելու։ Աստծու, թե Աստծուց բաժանված լինելու։ Այսօր շարունակելու ենք հավատքի թեման, ինչը որ գիտեք, անցած կիրակի օրը սկսվել էր, եւ կուզենամ, որ ուշադրություն դարձնենք ինչի համար, որովհետեւ սա այն կարևորագույն հարցերից մեկն է, որ մեր կյանքում պետք է արտահայտվի։ Որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ փրկությունը հավատից է Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, եւ այդ հավատը ինչ որ կերպով պետք է արտահայտվի։ Գնաս։ Հա։ Այդ հավատը ինչ որ կերպով պետք է արտահայտվի։ Եվ եթե այդ հավատը ինչ որ կերպով չի արտահայտվում, ուրեմն ինչ որ խնդիր կա։ Միգուցե հավատս ուղղված չի այն ճշմարիտ էությանը, որը որ պետք է լինի։ Նկատի ունեմ Հիսուս Քրիստոսին ուղղված կամ Աստծուն ուղղված։ Որովհետև քանի մարդ գիտեք այդքան էլ հավատք կա։ Նույնիսկ աթեիստները հավատք ունեն, ու այդ հավատքը տարբեր կերպերով արտահայտում են։ Բայց հարցը նրանում է, թե ես որպես քրիստոնյա, իմ հավատքը որպես քրիստոնյա, առօրյա պարզ իրավիճակներում, ամենօրյա ապրածս կյանքում ինչպես է արտահայտվում։ Եվ փորձելու ենք եւս մեկ անգամ Եբրայեցիս նամակից տեսնել այն օրինակին, որը որ 5 տակարանում կամ ժամանակին ապրող մարդիկ արտահայտում էին։ Մինչև անցնելը բուն թեմային վստահ եմ լսել եք Ջորջ Մյուրերի մասին։ Իրեք ինքը ապրել է 1805 թվականին է ծնվել է Պրուսիայում, բայց կյանքի հիմնական մասը անցկացրել է Անգլիայում,
որպես հովիվ է եղել Մկրտական եկեղեցում եւ երկար ժամանակ ծառայություն է արել, իսկ կյանքի վերջի տարիներին բավականին շատ միսիոներություն է արել եւ մոտավորապես 40-ից ավել տարբեր երկրներ այցելել է քարոզելով եւ ավետարանը տարածելով։ Այս մարդուն ընդհանրապես հիշում են որպես աղոթքի մարդ եւ հավատքի տեր մարդ։ Ինքը իր կյանքի ընթացքում որփանոցներ է բացել եւ իր կյանքի ընթացքում մոտավորապես 10,024 որբի հնարավորություն է ունեցել հոգ տանելու։ Դե երբ որ ասում հոգ տանելու, առանձին մենակ ինքը չէր, նաեւ ուներ ամբողջ մի թիմ։ Եվ երբ որ իրան հարցրեցին, ասեցին թե ընդհանրապես այս ամեն ինչը ինչպես է եղել, ինչպես ես անում, որ գումար կարողանաս հայթայթես, որտեղից էս ամեն ինչը, ինքը ընդհանրապես մեկ բան ասեց։ Ասեց, այսքան ծառայության ընթացքում երբևիցե չի եղել մի պահ, որ ես ինչ-որ մեկին գումար խնդրեմ։ Իմ աղոթքս միշտ ուղղված է եղել առ Աստված եւ Աստծուց եմ ամեն բան ինչ-որ որ կարիքը կա ստացել։ Մի օրինակ եմ ուզում պատմեմ, որ ինքն է ասել, որ նման մի դեպք, որ փանոցում են արդեն ժամն է, որ պետք է միասին ճաշեն, սակայն ճաշելու որևիցե բան չունեն, ընդհանրապես որևիցե բան չունեն։ Եվ աղոթք անում, աղոթք անելուց հետո ասում են սեղանները սիրուն դասավորեք, ափսեները ամեն ինչ պատրաստեք, բայց ոչ մի բան չկա ընդհանրապես, դատար կա։ Այդ ամեն ինչը երբ որ պատրաստում են, հենց ամենավերջում դուրը թակում են եւ մի գյուղացի է ներս մտնում, մոտը կաթ, մնացած գյուղատնտեսական որոշ տարբեր ուտելիք բան տալիս է հաց ու ասում է ուղղակի անցնում այդ Աստված սրտից դրեց, որ այս ամեն ինչը պետքա բերեմ ու նվիրաբերեմ որփանոցին։ Այս օրինակ ինչի համար եմ պատմում, սա պատմում եմ հասկանալու կամ ցույց տալու, որ Աստված օգտագործում է մարդկանց հավատքը իր հրաշքը կատարելու։ Եվ հենց այսօրվա պատգամս վերնագրել եմ այսպես հավատքի հրաշքը։ Գիտեք, հրաշք, երբ որ մարդ լսում է հրաշք արտահայտությունը, դա մի բան է, որը որ ասենք գերբնական է կամ մարդկային տրամաբանությունից դուրս է։ Երբ որ մարդ ապրում է հավատքով, հավատացնում եմ ձեզ, այդ մարդու համար ամեն օրը դա մի հրաշք է։ Ամեն ապրած վայրկյանը դա մի հրաշք է, որովհետև տեսնում է Տիրոջ գործը ամեն օր, ամեն պահ իր կյանքում։ Եկեք ընթերցենք Եբրայեցիս 11-րդ գլուխ 11-ից 16 համարները։ Եբրայեցիս 11, 11-ից 16 համարներն են կարդալու։ Բացեք ձեր սուրբ գրքերը։ Որպեսզի միասին կարդանք։ Եբրայեցիս 11, 11-ից 16 համարները։ Հավատով Սարան, որ ամուլ էր, սերն ընդունելու զորություն ստացավ եւ առաջացած տարիքում որդի ծնեց, որովհետեւ խոստացողին հավատարիմ համարեց։ Դրա համար էլ այն մեկից, այն էլ զառամյալից բազմությամբ էին ծնվում, ինչպես երկրի աստղերը եւ ինչպես անհամար ավազը ծովափին։ Սրանք բոլորը հավատի մեջ մեռան առանց խոստումները ստանալու, բայց հերվից տեսնում էին դրանք, ողջունում ու խոստովանում էին, որ երկրի վրա օտարներ ու պանդուխտներ են։ Որովհետև այնպիսի բաներ խոսողները հայտնում են, որ մի հայրենիք են որոնում, եւ եթե հիշում էին այն երկիրը, որտեղից դուրս ելան, ուրեմն ետ դառնալու ժամանակ ունեին։ Բայց այժմ ավելի լավ վայրի են տենչում, այսինքն երկնավոր վայրի, եւ դրա համար Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվելու, որովհետեւ նրանց համար քաղաք է պատրաստել։ Ամեն։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս ես գեղեցիկ օրվա համար եւ այն առիթի, որ կարող են գալ քո առաջ մեծարանքով, փառաբանությամբ, Տեր, եւ խնդրում ենք, որ դու օրհնես այս պաշտամունքը, օրհնես ամեն ընթացքը, Տեր, եւ դու փառավորվես։ Հարաղոթում եմ, որ բացես մեր սիրտը, իրապես այս օրինակներն ունենալով մենք էլ քաջալերվենք եւ այո, ել ավելի վստահենք քեզ ամեն օրվա մեր կյանքում, Տեր։ Որպեսզի մեր հավատքը արտահայտվի գործերով եւ այդ գործերը փառավորեն քեզ, ով Տեր։
Մենք նպատակ ունենք, ուզում ենք քեզ փառավորել, քեզ մեծարել եւ ուզում ենք, որ հոգեպես աճենք, Տեր։ Աճենք Աստված ճանաչողության մեջ, աճենք ծառայության մեջ նվիրվելով քեզ, Տեր Աստված, եւ թող որ այս ամեն ինչի դրդիչ ուժը քո սերը լինի, որ հայտնեցիր քո որդուն ուղարկելով խաչի վրա, որ մեր համար մահացավ, մեր համար խաչվեց, Տեր, մեր համար տանջանք ու չարչարանք կրեց, որպեսզի մենք կյանք ունենանք։ Ոստի դու փառավորվիր այս ընթացքում եւ թող որ քո անունը մեծարվի։ Հանուն Հոր եւ Որդու եւ Հոգին Սրբո։ Ամեն։ Գիտեք, այս պատմությունը, երբ որ շարունակում ես ընդհանրապես, երբ որ մանրանում ենք այս բոլոր պատմությունների մեջ, իրապես տեսնում ենք, թե Տերը ինչքան հրաշալի կերպով է գործել եւ ինչպես է վարվել ամեն մեկիս կյանքում։ Ամեն մեկիս կյանքը եւ եթե ետ նայենք, կտեսնենք, որ այո, հրաշալի կերպով Տերը փրկեց։ Հրաշալի կերպով Տերը հիմա առաջնորդում է մեր ամենօրվա օրը։ Եվ դրա համար իրապես պետքա տեսնենք, ինչի համար ենք մենք մեր կյանքը տալիս։ Որն է ամենակարևորը, որ մենք պետքա տանք, որովհետեւ եթե հավատում ենք, անհնարինը կդառնա հնարավոր։ Եթե հավատում ենք, անտեսանելին կդառնա տեսանելի։ Եթե հավատում ենք, անհնարինը կդառնա հնարավոր։ Եվ սա ոչ թե մեզանից է կախված, այլ ամեն բան կախված է Աստծուց, որը որ հավատարիմ է, որ խոստացել է։ Այսօր խոսելու ենք հավատքի 3 արդյունքների մասին եւս, ու մտքիդ ունեցեք այն անցած կիրակի պատգամը, որ խոսել ենք։ Արմեն, 26 աստիճանը շատ շոկ է, էլի, 17-ը թողեք, թող մնա, էլի, կխեղդվենք, վայ։ Դե չէ, ես դե շոկից կմեռնեմ։ Շատ լավ, շարունակենք։ Ուրեմն առաջինը արդեն իսկ խոսքից մեջ ասեցի, սա էր, որ առաջի կետը հավատքը անհնարինը դարձնում է հնարավոր։ Եկեք եւս մեկ անգամ կարդանք 11-ից 12 համարները։ Հավատով Սառան, որ ամուլ էր, սերն ընդունելու զորություն ստացավ եւ առաջացած տարիքում որդի ծնեց, որովհետեւ խոստացողին հավատարիմ համարեց։ Դրա համար էլ այն մեկից, այն էլ զառամյալից բազմությամբ էին ծնվում, ինչպես երկնքի աստղերը եւ ինչպես անհամար ավազը ծովափին։ Գիտեք, Սառան գիտեք, որ Աբրահամի կինն էր եւ երկար ժամանակ ուղակի զավակ չէին ունենում։ Հին ժամանակում, երբ որ նայեք, սա բավականին լուրջ խնդիր էր առաջացնում եւ ոչ միայն այն առումով, որ իրենք ֆիզիկապես խնդիր ունեն, որտեղ եթե ֆիզիկապես խնդիր ունես, դրա պատճառով երեխա չես կարողանում ունենալ։ Այն նաեւ բավականին հոգեբանական ճնշում էր։ Ինչի որովհետեւ այն ժամանակվա տրամաբանության շրջանակում այսպիսին էր, որ եթե երեխա չունես, ուրեմն ինչ որ մի լուրջ մեղք ես գործել, որի հետևանքով Աստված քեզ զրկել է երեխա ունենալուց։ Եվ այս գաղափարախոսությամբ պատկերացեք շրջի կողքի մարդիկ, ինչպիսի հալածանք կամ ինչպիսի կերպով էին նայում են մարդկանց, ովքեր որ այս խնդիրն ունեն։ Ու կարող ենք ուղղակի հետ նայել նույն 5 կտականում վստահ եմ Մարիամի մասին լսել եք, որը որ աղոթք էր անում, որպեսզի զավակ ունենար, բայց չուներ։ Վերջը խոստանում ասում է, թե զավակ տվեցիր, ամբողջությամբ նվիրելու եմ քեզ եւ այո, Տերը պատասխանում է, բայց մինչեւ այդ երբ որ կարդում ենք, թե ինչ էր տեղի ունենում, տեսնում ենք, որ հալածանք էր կրում, ինչի, որովհետեւ կողքի հարճերը կամ կանայք ունեին երեխա, բայց իրանք չունեին։ Ինքը չուներ եւ սա իր համար մեծ խնդիր էր առաջացնում։ Նոր կտականի, եթե բացենք նույն Ղուկասի ավետարան առաջի գլուխ 13-ից 18 համարներն եմ ուզում կարդանք, կարդում ենք Հովանես Մկրտչի մասին, կամ ավելի ճիշտ մինչև Հովանես Մկրտչի ծնվելը։ Ղուկասի ավետարան առաջի գլուխ 13-ից 18 համարները։ Ղուկաս 1, 13-ից 18։ Զաքարիան
հանդիպում է հրեշտակին կամ հրեշտակը մոտենում է Զաքարիային եւ հետեւյալ խոսքերն ասում։ Հրեշտակը նրան ասաց. «Մի վախեցիր Զաքարիա, որովհետև քո աղոթքը լսվեց եւ քո կինը Եղիսաբեթը քեզ մի որդի կծնի եւ նրա անունը Հովանես կդնեք»։ Ասեմ, որ բավականին արդեն տարիքում են եւ վերջի վերջո Զաքարիային հնարավորություն է ընձեռնվել տաճարում արարողությունը կատարել։ Եվ հայտնվում է հրեշտակն ասում է ձեր աղոթքը լսվեց։ Այսքան ժամանակ աղոթում եք, ձեր աղոթքը լսվեց։ Նա քեզ համար ուրախություն եւ ցնծություն կլինի, նրա ծննդով շատերը կուրախանան, որովհետև նա Տիրոջ առաջ մեծ կլինի, գինի եւ ցկի չի խմի ու դեռ իր մորովայնից Սուրբ Հոգով կլցվի։ Եվ Իսրայելի որդիներից շատերը իրենց Տեր Աստծու կողմը կդարձնի։ Ինքն էլ Եղիայի հոգով եւ զորությամբ նրա առաջից պիտի գնա։ Հայրերին ու որդիներին կհաշտեցնե արդարներին իմաստություն, անհնազանդներին ընդունելու կդարձնե, որպեսզի Տիրոջը ընդունելու պատրաստ ժողովուրդ կազմի։ Զաքարիան հրեշտակին ասեց. ուշադրություն դարձրեք։ Ես դա ինչպես իմանամ, չէ որ ծերեմ կնոջս տարիքն էլ անցել է։ Գիտեք, Զաքարիան բավականին լուրջ անձնավորություն էր, արդեն տարիքով։ Եվ մենք էլ գիտենք, որ գալիս է մի ֆիզիկական տարիք, որ այդ շրջանակում այլևս երեխա ունենալ հնարավոր չի, վերջ։ Եվ տեսնում ենք, որ Զաքարիայի հետևյալ պատասխանն այն էր, որ ասում է, ախր ես գիտեմ ինձ, ես գիտեմ կնոջս կարգավիճակը, ֆիզիկական վիճակը։ Մենք անհնարին է, որ երեխա ունենալու հնարավորություն ունենք, վերջ։ Սա արդեն փակված թեմա է մեզ համար, ասում է, ինչպես դա կարա լինի։ Չգիտես իմ վիճակը, չգիտես իմ կնոջս վիճակը։ Այս ամեն ինչ արդեն վերջ, փակվել է, անհնարին է։ Ինչ է կարծում, մարդկային տեսանկյունից անհնարին էր, թե ոչ։ Այո, անհնարին էր, որտեղ ֆիզիկապես այլևս այդ հնարավորությունն, այդ կարողությունը չունեին։ Բայց ինչ հրեշտակն ասեց, դե հավա ճիշտ է, կներես, սխալվել ենք։ Չգիտենք, որ տենց իրավիճակ կար, այդպես պետք է լինի։ Ինչ է ասում։ Ասում է հրեշտակը պատասխանեց նրան ու ասաց. ես Գաբրիելն եմ, որ Աստծո առաջ եմ կանգնում, ուղարկվել եմ քեզ հետ խոսելու եւ այս բաների մասին քեզ ավետիս տալու։ Ասում է չգիտես ով եմ ես։ Ես մեկն եմ, ով որ Աստծո առաջ է կանգնում ու այն ինչ որ փոխանցում եմ, Աստված է այդ ամեն ինչը ասել։ Միայն թե հավատա եւ այդ հավատքդ իրականություն կդառնա, այսինքն այն ինչ որ մեզ համար անհնարին է, Աստծո համար հնարավոր է։ Երբ որ այս լուրը հայտնում է, երբ որ այս լուրը իմանում է ու կինը հղիանում է, երկար ժամանակ դրա մասին չէին ասում, թաքուն էին պահում։ Ինչի միգուցե կասկածներ կա, միգուցե երբ որ մարդկանց ասեն, կծաղրեն, կասեն, այսքան տարի չես ունեցել, արդեն զառամյալ տարիքում նոր պետք է երեխա ունենաս, ավելի ծաղրի կարժանանային։ Սակայն երբ որ պահը գալիս է, նույն Եղիսաբեթն ասում է, այլևս էլ հալածանքից ինչ արեցի, վերջացավ։ Այն նախատինքը Տերը ինչ արեց, ազատեց, որովհետև մարդիկ ինչ ասես խոսում էին, ինչ ասես ասում էին։ Գիտեք, մեր կյանքում էլ իրավիճակներ է լինում, որ նայում ենք մեր իրավիճակին, մեր ֆիզիկական իրավիճակին, մեր կարողություններին, ասում ենք Տեր անհնարին է։ Մենք մեր մարդկային ձեռքերով ինչ որ մի բան չենք կարող անել։ Այս իրավիճակում ես այլևս որևիցե բան անելու ի վիճակի չեմ։ Եվ եթե հավատք չունես, հիասթափվելու ես, ամեն ինչ բոլորին մեղադրելու ես, ու դրանից հետո ձեռքդ թափ ես տալու, ասում ես վերջ։ Էլ բան չունեմ անելու, ինչ հավատք, ինչ Աստված, որովհետև հույսս իմ վրա է դրել, ու այս ամեն ինչը ավարտ եղավ, այն ինչ որ եղավ։ Բայց այն որ հավատում է, այդ ամեն ինչը իրականություն է դառնում, եթե նույնիսկ այդ բանը մարդկանց համար անհնարին է։ Ուշադրություն դարձրեցիք Սարայի հետ կապված ինչ խոսք է օգտագործում հեղինակը, ասում է հավատով Սարան, որ ամուլ էր, սերմն ընդունելու զորություն ստացավ եւ ուշադրություն դարձեք եւ առաջացած տարիքում, այսինքն մի տարիք, որը որ այլևս որդեծնության համար, երեխա ունենալու համար այլևս ուշ էր։ Տարիքում որդի ծնեց ինչի, որովհետեւ խոստացողին հավատարիմ համարեց։
Ով էր խոստացել։ Աստված էր խոստացել։ Եթե մենք Աստծուն հավատարիմ ենք համարում, այն խոստումները, որ Տերը տվել է, մենք պետք է հավատարիմ համարենք եւ նման կերպով վարվենք։ Եվ այն, որ մեզ համար նույնիսկ անհնարին է, պետք է հավատանք, որովհետեւ Տերը հավատարիմ է եւ Աստծո համար անհնարին որևիցե բան չկա։ Ոչ միայն Սարան էր սրան հավատում, այլ նաեւ Աբրահամն էր այս ամեն ինչին հավատում։ 11-րդ գլխում նույն 17-ից 19 համարներում, երբ որ Տերը պատվիրում է Աբրահամին ու ասում է, որ պետք է քո որդուն զոհաբերես, գիտեք, սենց հարց առաջանում, ասում է, ոնց կարար Աբրահամը այդ քայլին գնար, ոնց կարար նման կերպով հնազանդվեր, բայց ինչի, որտեվ խոստումին հավատացել է եւ ուշադրություն դարձեք ինչ ասում այստեղ խոսքը, հավատով Աբրահամը Իսահակին զոհ մատուցեց, շեշտում է մի գործողություն, որ իրականություն էր դարձել, ինչի, որտեվ Աբրահամը արդեն սրտում այդ որոշումը կայացրել էր ու մինչև վերջ գնալու էր։ Այնպես չէր, որ կասկածում էր կամ բան էր անում։ Իր սրտի մեջ արդեն իսկ այդ քայլը ինքը կատարել էր։ Երբ փորձվեց, նա որ խոստումը ընդունել էր, ինչ խոստում, իր միակ որդուն զոհ մատուցեց։ Ուշադրություն դարձեք 11 համարին։ Որովհետև նրան ավելի էր Իսահակով քեզ պիտի սերունդ տրվի։ Աբրահամը մտածեց, որ Աստված կարող է Իսահակին ինչ անել, մեռելներից էլ հարություն տալ։ Ուստի նա հետ ստացավ իր որդուն։ Որտեղից գիտեր, որ Աստված կարա մեռելներին հարություն տա։ Որտեղից գիտեր։ Մի քիչ առաջ կարդացել էինք։ Սարան մեռած էր այդ առումով։ Սարայի մարմինը մեռած էր որդի ծնելու առումով եւ Տերը ինչ արեց, հարություն տվեց այդ կարողությունը, այդ հնարավորությունը որդի ծնելու, այն որ հույս չկար, Տերը ինչ արեց, վերականգնեց։ Դրա համար Աբրահամը հստակ է օրինակն ուներ, որ Տերը կարող է նաեւ հարություն տալ մեռածին, դրա համար պատրաստ էր այս քայլին գնալու, ինչի որովհետեւ Տերը խոստացել էր, որ քո սերունդները անչափ են լինելու, բազում են լինելու, դրա համար հավատաց, որ Տերը անհնարինը կարա դարձնի հնարավոր։ Իսկ մենք ոնց ենք վարվում, ինչպես ենք վարվում մեր կյանքում, մի փոքր նեղություն, մի փոքր խնդիր, մի փոքր դժվարություն, կարծես մոռանում ենք ընդհանրապես հավատք հասկացողությունը, Աստված հասկացողությունը, մեր անցած կյանքը ինչ որ անցել ենք, տպավորությունը, որ մի Աստծուն ենք ծառայում, որ տեղակ չի ինչա մեր հետ կատարվում, մի Աստծուն ենք ծառայում, որ այն աստիճան թույլ է ու տկար է, որ մեր կարողություններից, մեր պատկերացումից վեր ինչ որ մի բան չի կարա անի։ Եվ սա ոչ միայն ասում եմ դրսի մարդկանց, այլ շատ դեպքերում ներսի մեզ որպես քրիստոնյաներիս։ Տեսեք, սա չի նշանակում, որ ես ուզում եմ, որ դուք անհիմն կերպով սենց բոլորս ոգևորվենք ու սկսենք հռչակել, սա ենք ուզում Տիրոջ անունով վեր սա պետքա տրվի, կամ այս ենք ուզում, այն ենք ուզում, կամ բոլորին հայտարարենք, որ գիտեք ինչ կա, հավատացեք ու Տերը կբժշկի ձեր բոլոր հիվանդությունները։ Նման բան Աստված երբեք չի խոստացել եւ Աստծո խոսքում չեք հանդիպի նման մի բան։ Բայց այն ինչ որ Տերը խոստացել է, Աստված հավատարիմ այդ խոստմանը։ Եվ այո, եթե Տերը կամենա, մեռած մարդն էլ հարություն կառնի։ Եթե Տերը կամենա, ամուլ կինն էլ որդի կծնի։ Եթե Տերը կամենա, գույրն էլ կտեսնի, անդամալույցն էլ ոտքի կկանգնի։ Բայց սա չէ մեր հավատքի հիմքը։ Մեր հավատքի հիմքը նա է, որ Տերը ինչ որ խոստացավ, իրականություն կդարձնի։ Եվ Տերը մեզ համար խոստացել է հավիտենական կյանք։ Խոստացել է բոլոր նրանք, ովքեր որ կհավատան, կխոստովանեն, կգան Տիրոջ առաջ, խոստովանությամբ Տերը կների, Տերը իրենց որդի կդարձնի, զավակ կդարձնի եւ հավիտենականությունը խոստացել։ Նաեւ խոստացել է, որ այս երկրի մեջ նեղություն կրելու ենք, բայց մենակով չենք կրելու։ Այդ դեպքում ինչպես վարվենք։ Խնդիրների ժամանակ, դժվարությունների ժամանակ, թող որ այս օրինակները մեզ համար քաջարանք լինեն։ Եվ նաև առիթ լինի հետ նայելու մեր կյանքին։ Երբ որ մի քիչ տարիքով մարդկանց հետ ավետարան ես քարոզում կամ խոսում ես, ու որոշակի կասկած ես տնում, շատ դեպքերում ես պարզ հարցն եմ տվել։ Ասել եմ կյանքիդ մեջ հրաշք տեսել ես, թե ոչ։ Դա ասել է, հա, տեսել եմ։ Ու սկսում են պատմել, այս ինչ դեպք եղավ, հրաշքով փրկվեցի։ Մեքենան սենց գարմոշկա դարավ, բայց ես որևիցե բան չեղավ, ազատվեցի։ Ասում եմ, լավ, եթե այդ ամեն ինչը քո կյանքում տեղի է ունեցել, ոնց ես դեռևս կասկածում։
Կամ ոնց ենք մենք այս ամեն ինչին նայում կարծես որևիցե բան չի տեղ ունեցել։ Ինչի որովհետև հրաշքը զուտ ուղակի որպես հրաշք մեր կյանքում հավատ չի առաջացնում։ Այլ հակառակ երբ որ հավատ ունենք, այդ հրաշքները իրականություն են դառնում եւ նպաստում են նրան, որ մեր հավատքը ավելի հաստատուն լինի եւ այդ հրաշքը օգտագործվում է Տիրոջ կողմից ուրիշները, որպեսզի տեսնեն ու Տիրոջը փառավորեն։ Հասկացեք, մենք շատ դեպքերում փորձում ենք հակառակն անել, կամ շատ մարդիկ ասում են, «Մինչև չտենամ չեմ հավատա, մինչև հրաշք չտեսնեմ չեմ հավատա», բայց հակառակը, քանի չհավատաս, նույնիսկ ամենայն հրաշքն էլ որ տեղի ունենա քո կյանքում, միևնույն է չես հավատալու։ Հիսուս Քրիստոս իր կյանքի ընթացքում շատ հրաշքներ արեց։ Հազարավոր մարդկանց առաջ այնպիսի բաներ արեց, որ մարդիկ երբեք չէին տեսել։ Դրանից հետո բոլորը հավատացին։ Չէ, նույնիսկ իր աշակերտները, որոնք որ ամբողջ ընթացքում իր հետ էին, աշակերտներից մեկը ուրացավ, իսկ մնացածն էլ այդ ընթացքում ուշքի միտքը պաշտոններ, դիրքներ, ասում են Տեր, երբ ես թագավորությունը թիմնելու աչու ձախ կողմդ նստենք։ Ինչի որովհետև մարդկանց տրամաբանության շրջանակում հրաշքը դա լավ էր, ինչ որ մի համերգային կամ ինչ որ մի sense բան էր, նայեցինք, ուրախացանք, ոգևորվեցինք պայտակ, բայց այս ամեն ինչը անցողիկ է։ Եթե մեր հավատքը ամուր կերպով հիմնված չէ Աստծո խոսքի վրա։ Եվ երբ որ Աստծո խոսքի վրա ենք հիմնված, հավատում ենք, որ Աստծո խոսքը իրական է եւ խոստացողն էլ հավատարիմ է, այդ ժամանակ ինչ կլինի անհնարի նկարադառնա հնարավոր։ Երկրորդը, երբ որ հավատում ենք, անտեսանելին դառնում է տեսանելի։ Եկեք ընթերցենք 12-ից 14 համարները։ Դրա համար էլ այն մեկից, այն էլ զարամյալից բազմությամբ էին ծնվում ինչպես երկնքի աստղերը եւ ինչպես անհամար ավազը ծովափին։ 13-ը ուշադրություն դարձրեք։ Սրանք բոլորը հավատի մեջ մեռան առանց խոստումները ստանալու։ Տեսեք, Աբրահամը չտեսավ, որ իր սերունդը դարավ ավազի չափ։ Մնացածը նույնպես այդ խոստացված երկիրը չտեսան։ Խոստումը ստացել էին, այդ հավատով ապրում էին, բայց ասում է հավատի մեռան, բայց խոստումը ստացած չտեսան։ Բայց ուշադրություն դարձրեք։ Բայց հերվից ինչ էին անում, տեսնում էին դրանք, ողջունում խոստովանում էին, որ երկրի վրա օտարներ ու պանդուխտներ ենք։ Գիտեք, օտարների ու պանդուխտների մասին արդեն խոսեցինք, որ այդքան էլ հեշտ բան չի, որ դու ունես քո տարածքը, քո քաղաքը, որտեղ որ բավականին զարգացած քաղաք էր, ուր քաղաք արդեն խոսել եմ։ Եվ այս ամեն ինչը թողեցին եւ պատրաստ էին վրանների մեջ ապրելու։ Մարդիկ, ովքեր որ ուղղակի պանդուխտ են, օտարական են, այդ պանդուխտ օտարական հասկացողությունը կամ տերմինը կարող զգաք այն ժամանակ, երբ որ մի այլ երկրում ես գտնվում ու լուրջ խնդիրներ ունես ու չգիտես ինչ անես, որտեվ որևիցե օրենք չկա հստակ քո հետ կապված սահմանված, ծանոթություն չունես, լեզու չգիտես, ու այս իրավիճակում շփոթվում ես, ուղղակի չգիտես ինչ անես։ Երբ որ արտասահմանում եմ եղել, մի քանի անգամ այնպես է տեղի ունեցել, որ վիրահատության հարցեր առաջացել։ Եվ այո, լեզուն գիտես, որոշակի ծանոթներ գիտես, բայց ընդհանուր առմամբ տագնապ կա։ Ինչի որտեվ հարազատ երկրի վրա չես գտնվում, հարազատ հողիդ վրա չես գտնվում, ու չգիտես ինչպես են վարվելու քեզ հետ այդ նույն բժիշկները։ Այդ ժամանակ Ուկրաինայում սովորում էի, եւ Ռուսաստանի այդ պատերազմը այն ժամանակ նոր էր սկսվել։ Ես էլ այնպես է ստացվել, որ ռուսական անձնագիր ունեմ։ Ու պետք է գնամ հիվանդանոց ու մտքիս սա է, հիմա ասենք մարդկային տեսանկյունից, այո, դե հայկական ազգանուն ունեմ, բան ունեմ, բայց այն նույն բժիշկների համար կարող է շատ էական տարբերություն չլինի։ Այս պայդրությամբ Ռուսաստանը պատերազմում է քո երկրի հետ, ու հանկարծ քո այդ թշնամի երկրի քաղաքացի ընկնում է քո ձեռքը։ Գիտեք, միշտ այս մտավախությունը, այս վախը կա, չնայած որ ասենք պայտակն ես նման մտքեր գալիս, հետո Տերը մխիթարում է, ասում ես, եթե Տերը ինձ հետ է ինչ կարա լինի, ու գնում ես, բայց ինչ եմ ասում, սենց մտքեր կառաջանան, երբ որ գտնվես մի տեղ, որը որ քո հարազատ երկիրը չի։
Եթե գտնվում ես Հայաստանում, մի քիչ ավելի հանգիստ ես։ Վերջի վերջո ծնողներդ են կողքդ, բարեկամներդ են կողքդ, ավելի հանգիստ ես քեզ զգում։ Բայց Աբրահամն ու Սարան որոշում կայացրին գիտակցաբար հավատքով լքել իրենց հարազատ երկիրը, հարազատ քաղաքը ու գնալ միտեղ, որտեղ որ չգիտեին ինչ է։ Ու ամբողջ կյանքը վրաններում ապրեցին, որպես պանդուխտ, որպես օտարական։ Նույնիսկ չտեսնելով այն խոստումը, ինչ որ Տերը պատվիրել էր։ Բայց ինչ էին անում, ասում հավատքով տեսնում էին այն, ինչ որ գալու է։ Ողջունում էին, այսինքն այդ ձևով էին ապրում։ Նման կերպով էին շարժվում, իրանց առօրյան կապված է լինում ոչ թե այս պահի դրությանս հետ, որ օտարական եմ, որ պանդուխտ եմ, որ ապրում եմ վրանների մեջ, այլ կախված է նրանում, թե ես ինչ ակնկալիքով եմ ապրում, հայացքս ուր է գնում, ինչի համար եմ ես այստեղ հայտնվել։ Մենք ինչպես ենք ապրում, ապրում ենք կարծես երկրից վրա հավիտյան լինելու ենք, մնալու ենք, ու այնքան ենք արմատներ գցում, այնքան ենք ամեն ինչը սենց կենտրոնացնում ես մնայունի այս ժամանակավորի վրա, որպեսզի մոռանում ենք, թե որն է մնայունն է, որն է հավիտենականն է, որն է այն խոստումը, որը որ Տերը խոստացել է։ Դրա համար Պողոս Սարաքյալը, երբ որ ասում է պանդուխտներ ենք, ինքը ուղղակի այս խոսքը չի ասում, ինքը ասում է այնպես, ինչպես որ հավատում էր, որովհետև իր կյանքի ուրախությունը, իր առօրյա մտածելակերպը չէր սահմանափակվում երկրից վրա, որովհետև ինքը տեսնում էր այն, ինչ որ Տերը արդեն իսկ իրեն խոստացել էր։ Դրա համար ասում է Աբրահամի համար խոստումը իրականություն էր դարձել եւ կարծես Զարամյալից պետքա բազմություն ծնվեր։ Ու այո, ծնվեց բազմություն։ Աստված շատացրեց սերունդը, չնայած հետագայում ավելի կարդում ենք, որ իր սերնդից ծնվեց Քրիստոսը։ Ու բոլորն ենք, ովքեր որ հավատում են, ասում է Աբրահամի սերնդից են։ Այս ամեն ինչը Աբրահամը հավատքով տեսնում էր։ Այն ինչ որ այսօր չի կարող տեսնել, ապագայի համար իր համար ինչ դարձավ, տեսանելի դարձավ։ Անտեսանելին դարձավ տեսանելի։ Այն որ հեռու էր, այն որ անհասանելի էր, այս պայծրությամբ իր համար դառավ հասանելի։ 4 Թագավորաց գրքում 6-րդ գլխում հետևյալ մի պատմությունն ենք կարդում։ 4 Թագավորաց 6-րդ գլուխ 14-ից 17 համարներն եմ ընթերցելու։ 4 Թագավորաց 6-րդ գլուխ 14-ից 17։ Ասորական բանակն է, շրջապատել են Սամարիան, պաշարել են եւ մի նման իրավիճակում է հայտնվել մարգարեն։ Տասնչորդ գլուխը կարդանք։ Վեցորդ գլուխ 14-ից 17-ը։ Ձիեր կարգեր եւ մեծ զորք ուղարկեց այնտեղ, որպեսի գիշերը եկան ու պաշարեցին քաղաքը։ Աստծո մարդու ծառան առավոտ կանուխ վեր կացավ ու դուրս ելավ, ահա զորքը, ինչպես նաեւ ձիերը ու կարգերը շրջապատել էին քաղաքը, եւ ծառան ասաց նրան. «Վայ Տեր իմ, ինչ անենք»։ Հիմա պատկերացեք իրավիճակ։ Եղիսե մարգարեն է, զորքերը շրջապատել են քաղաքը, որտեղ որ ինքը ապրում է, ու Եղիսեի ծառան արթնանում է, ինչ է տեսնում, ամբողջ քաղաքը պաշարված է։ Ձիեր են, կարգեր են, ու ըստ իրավիճակի ինչ է անում, ասում է վայ մեզ, վերջ։ Մահացանք, այսինքն կամ սովից ենք մահանալու, այն ժամանակ ինչպես են քաղաքները գրավում։ Պաշարում էին քաղաքը, թույլ չէին տալի, որպեսզի քաղաքից որևիցե մեկը դուրս գա, կամ որևիցե մեկը ներս գա, այնքան ժամանակ մինչև որ պաշարը վերջանում էր ուտելիքի, որտեվ հավիտյան չես կարա մնաց մի փակ տարածքում։ Եվ կամ սովից մահանալով արդեն իրանք էին վերջի վերջո բացում եւ հանձնվում էին, կամ ինչ որ կերպով փորձում էին դուրս գալ եւ այսինքն երկու այլևս հնար չկա։ Կամ սովից ենք մահանում, կամ մահանալու ենք այս մարդկանց սրի ձեռքից։ Նման իրավիճակում են հայտնվել։ Հիմա ուշադրություն դարձրեք, թե Եղիսեն ինչպես է պատասխանում։ 16 համարը։ Նա էլ ասաց. «Մի վախեցիր, որտեվ մեզ հետ եղողները ավելի շատ են, քան նրանց հետ եղողները»։
Պատկացեք հիմա ասում եմ մեզ հետ եղողները, ում մասին է խոսքը գնում։ Ինչի մասին է խոսքը գնում։ Եվ Եղիսեն աղոտ քարեց ու ասաց. Ով Տեր, բացիր սրա աչքերը, որ տեսնի։ Եվ Տերը բացեց ծառայի աչքերը եւ նա տեսավ, որ Եղիսեի շուրջը սարը լիքն էր հրեղեն ձիերով ու կառքերով։ Շարունակությունը այնպես չի, որ այս կառքերը ձիավորները գնացին, սկսեցին կռիվ անել, իրականում այս պատկերը Եղիսեի ծառայի համար էր պետք, որպեսզի ավելի վստահ էր Աստծուն, որտեղ այն ժամանակվա տենց ուժ հասկացողությունը արտահայտվում էր ձիերով, կառքերով, սա Եղիսեի ծառայի համար մի փոքրիկ օրինակ էր, որ տես, եթե քեզ համար այդ ուժը ձիերն ու կառքերն է, տես թե մենք որպես Աստծո ծառաներ, ինչքանով ենք այդ ձիերով ու կառքերով շրջապատված։ Հետո ընդամենը աղոթք անում, ու այս ամբողջ բանակը կուրանում է։ Ամբողջ բանակը, երբ որ կուրանում է, այս մարդիկ սիրում, բերում են այս բոլոր մարդկանց տանում են թագավորի ձեռքը, չնայած թագավորն է ոգևորվում, ասում է, «Վсё, քանի ես մեր թշնամիներն ընկել ենք մեր ձեռքը, տանք սրով սպանենք, թափենք», ասում է, «Չէ, դու ես իրանց հաղթել»։ Պատմությունը մի քիչ ուրիշ թեմայի մեջ է գնում, բայց ես ուղղակի ուզում եմ տեսնեք այս իրավիճակը։ Եղիսեն վստահություն ուներ, որ ինչ որ կատարվի, Աստված մեր կողքին է։ Եթե Տերը կամենա, որ պետք է մահանանք, ուրեմն կմահանանք։ Բայց եթե Տերը կամենա, որ պետք է պահի մեզ, ուրեմն Տերը կպահի, եւ մնացածը կերպերն ու ձևերը արդեն Աստված ինքը գիտի։ Որովհետեւ որևիցե կերպով այդ ամեն ինչը շատ հստակ երևում է, նույնիսկ պատերազմի ժամանակ։ Երբ որ գնացել էի Արցախ, մի քանի հոգու հետ առիթ եղել է խոսել, ովքեր որ առաջին պատերազմին մասնակցել էին, շատ դեպքերում մարդիկ վկայում էին, ասում էին, որ Աստված այնպեսի իրավիճակներից է փրկել, այնպեսի իրավիճակներից է ուղղակի հրաշք կերպով կամ ամպ ա եղել, կամ մառախուղ ա եղել, որ դուրս հանե, կամ քիչ քանակությամբ գրավել ենք, այնպեսի բարձունքներ, այնպեսի տարածքներ, որ անհնարին էր, ու ասում այս ամեն ինչը շատ դեպքերում ուղղակի հավատով ենք արել, քայլել ենք այնց, որ Տերը մեր կողքին է։ Գիտեք, երբ որ նման իրավիճակներ լսում ես, նման պատմություններ լսում ես, հասկանում ես, որ այս ամեն ինչը ռեալ է, ու մենք ուղղակի պետք է ունենանք աչքեր տեսնելու այն, ինչ որ այս պայծրությամբ մենք չենք տեսնում։ Հավատքը սրա մասին է, ուղղակի պատկերացեք, եթե Տերը ամեն բան ցույց տա, ամեն ինչ գիտեք, ամեն ինչը իրական է, ել կարիք ունենք մենք հավատքի։ Ինչպես է արտահայտվելու մեր հավատքը։ Այլ կերպով չի արտահայտվելու։ Այլ երբ որ անտեսանելին դառնում է քեզ համար տեսանելի, ապրում ես այսօրվա օրով, այնպես կարծես թե ապագան արդեն այսօր ինձ համար ինչ է դարձել, իրականություն է դարձել։ Դրա համար 11-րդ գլուխ առաջի համարը նորից եւ նորից այս խոսքն ասում, հավատը հուսացած բաների հաստատումն է եւ աներևույթ բաների ապացույցը։ Այսինքն մի բանը, որ աներևույթ է, անտեսանելի է, այսօր ինձ համար դա ապացուցվել է, դա իրականություն է դարձել։ Հավատքով քայլելը սա է նշանակում, որ ես հավատում եմ, որ անհնարինը կարա դառնա հնարավոր եւ անտեսանելին դառնում է տեսանելի ինձ համար, շոշափելի ինձ համար։ Դա համար երբ որ ասում են հավատացյալներ, դա չի նշանակում, որ մենք կույր հավատք ունենք։ Դա նշանակում է, որ մեզ համար Տերը բացել է այն, ինչ որ ուրիշների համար անհասանելի է։ Հովիկ եղբորս տուն մի անգամ այցելել էի եւ Սվետան նման մի բանն է պատում, ասեց մի ասա, բայց կասեմ։ Ասեց երբ որ արդեն որոշում էինք կայացել, որ պետք է Հայաստան գայինք, մարդիկ ասում են Հայաստանից մարդիկ փախնում են։ Դուք Ամերիկայից, Կանադան թողած գնում եք հասնեք Հայաստան։ Հասկանում եք, նման որոշում կարա կայացնեն մեկը, ով որ չի ապրում այսօրվա իրավիճակով, որովհետև այսօրվա իրավիճակը քեզ թելադրում է ու քեզ նույնիսկ պարտադրում է, որ ասում է մնա այն վայրում, որտեղ որ ապահովություն կա, որտեղ որ որոշ առումով ստաբիլություն կա, ստեղ ես ծնվել, ստեղ ես մեծացել, աշխատանքը, տունը, տեղը, երեխեքդ, ուսուցումը, իսկ Հայաստանում ինչ ենք լսում։ Լսում ենք, որ տագնապ կա, պատերազմ կա, խնդիրներ կան, ուր եք գնում։ Նույն բանը նաև Սարգիս եղբորս էին ասում շատերը։ Նույնիսկ ասեմ Հայաստանում, երբ որ իմանում են, որ Սարգիս եղբայրը Ամերիկայից է եկել, ընդեղ է ապրել երկար ժամանակ, ընդեղ տուն ունի, ամեն ինչ ունի, ասում են, ոնց, դու այդ ամեն ինչը թողել ես եկել ես Հայաստան, որ ինչ անես։ Հասկանում եք, երբ որ դու չես ապրում այսօրվա օրով,
Երբ որ քեզ համար հարցերիդ որոշում կայացնելը կամ քայլերդ չի նկարագրվում միայն նրանով, թե ինչ է տեղի ունենում այս պահին, այլ ապրում ես այնպես կարծես, թե ապագան ինչ որ Տերը խոստացել է, դա իրականություն է դարձած։ Դրա համար արդեն չես նայելու քո հարմարավետությանը, չես նայելու ինչն է քեզ ձեռք տալիս, ինչը քեզ ձեռք չի տալու, այլ ուղղակի հնազանդվելու ես Տիրոջը խոսքին, որտեղ որ կկանչի, այդտեղ էլ կգնաս։ Եվ դրա համար եղբայրս ընտանիքով որոշում կայացրեցին, որ թողեցին այդ ամեն ինչը եւ եկան այստեղ։ Ինչու որտեղ Տերը կանչել է այստեղ։ Եվ նման կերպով բոլոր են միսիոներները, ովքեր որ չգիտեն ուր են գնում, եւ հիմա չեմ ուզում ցածրացնեմ ինչ որ կերպով ձեր արած քայլը, բայց շատ մարդիկ կան, ովքեր որ գնացել են այնպիսի մի ցեղերի մոտ, որտեղ որ ոչ տուն կա, որևիցե բան չկա, ապրում են այնպիսի մի ահավոր պայմաններում, որ ընդհանրապես չես կարող պատկերացնել ոնց կարող է մարդը ապրի։ Ես կարդում եմ մի քրիստոնյայի մասին, ով որ որոշում կայացրեց, չեմ հիշում երկիրը, բորոտներին առանձնացնում են մի առանձին կղզի ու տեղ էին պահում, որ դե բոլորը մահանային։ Եվ այս մարդը որոշում է կայացնում, որ այս մարդիկ լքված են, գնում է ու սկսում է այդ բորոտների մեջ ապրել։ Այդ բորոտությունը, գիտեք, այն հիվանդությունն է, որը որ տարածվում է շատ հեշտ։ Երկար ժամանակ Տերը պահում է, ու այս մարդը կարողանում է տարած կառուցի, որպեսզի Տիրոջը պաշտեն, ահագին այնտեղ արտություն է բերում այս մարդկանց մեջ։ Ոգևորում են այս մարդիկ։ Ու այո, որոշ ժամանակ հետո նաև այս մարդը բորոտությամբ էլ է հիվանդանում ու մահանում է դրա մեջ էլ։ Բայց այս ամեն ինչը օրինակներ են նրան, որ մարդիկ չէին տեսնում, չէին նայում, չէին ապրում մենակ այս օրվա օրով։ Մի ապրեք այնպես կարծես մենակ այս օրն է ու այն ինչ որ ունեք մենակ այսօրվա առումով է շրջափակված լինելու։ Մի ապրեք այնպես կարծես Աստված չկա, կարծես հավատք չկա, կարծես Աստծո խոստումները չկան։ Մի ապրեք այդպես։ Հավատքով տեսեք այն ինչ որ այսօր անտեսանելի է, այն ինչ որ աներևույթ է մեզ համար։ Եթե այդ խնդիրն ունենք, աղոթենք, ասենք Տեր, օգնի որպեսզի տեսնեմ։ Օգնի որպեսզի տեսնեմ, որ այնտեղ որտեղ որ կանչում ես, դա լավագույնն է իմ կյանքի համար։ Մնացածը ամեն ինչը անցողի կա։ Վերջացնում եմ սիրելիներ։ Երրորդը հավատքը օգնում է որպեսզի անհասանելին մեզ համար դառնա հասանելի։ 15-ից 16 համարներ ընթերցենք։ Եվ եթե հիշում էին այն երկիրը, որտեղից դուրս ելան, ուրեմն ետ դառնալու ժամանակ ունեն։ Ում մասին է խոսքը գնում։ Աբրահամի, Սարայի, բոլոր նրանք, ովքեր որ լքել էին իրանց երկիր, ասում է, քանի որ հիշում էին, քանի որ կողքն է, ով էր իրանց արգելում, որ հետ վերադառնային։ Ոչ ոք, չէ։ Եթե չապրեին այնպես ինչպես որ Տերն է ուզում, միշտ հնարավորություն ունեին հետ գնալու իրանց ուր քաղաքը։ Հրեաները այստեղ ինչ խնդիր ունեին։ Կարծես թե ճշմարտությունը ճանաչել էին, Հիսուսին լսել էին, խոսքը գիտեին, բայց տենում են տաճարը ընդեղ է, ծիսական արարողություններն ընդեղ են, տեսանելի բաներ են ընդեղ տեղի ունենում, եւ ինչ գայթակղություններ առաջացել, թողնելու էսի հետ վերադառնալու հնին։ Մենք էլ շատ դեպքերում, երբ որ հին կյանքից որոշում ենք կայացնում հետևելու Աստծուն, շատ դեպքերում մեր հին մարդը հելնում է, հին Արթուրը հելնում է, ասում է այն դե ինչեր ես թողել, ինչ հնարավորություններ ուներ, ինչ կարողություններ ուներ։ Քեզ պետք է այս ամեն ինչը։ Գիտեք, քանի հոգի են տարիքով մարդիկ sense լուրջ դեմքով նայ ասել են, ջայել տղա ես, քեզ պետք է ինչ հավատք, ինչ բան։ Գնա կյանքդ վայելի, կյանքդ ապրի։ Կարծես այդ վայելչությունը, այդ ամեն ինչը, չգիտեմ, աշխարհն է տալիս ու ես էլ ինչ որ մի բան բաց եմ թողել։ Սակայն ասեմ, որ մարդկային էությունը մեր սիրում է նորից հետ վերադառնա, գնա այն բանի, ինչ որ թողել ենք կարծես։ Ինչ որ սիրում ենք, ինչ որտեղ մեղավոր աշխարհում ենք ապրում, մեղավոր մարմին ունենք, մեղավոր բնույթ ունենք։ Դրա համար պետք է աղոթենք, ասենք Տեր օգնի, որպեսզի այն ճանապարհներով, որ կանչում ես, շարունակ քայլեն, որտեղ մարդիկ են եղել, ովքեր որ գնացել են, հավատ չունենալու պատճառով, ամուր հիմք չունենալու պատճառով ինչ են արել, ճամփի կեսից խոտորվել են։ Ու այս մարդկանց համար ասում է ավելի վատ է լինելու, գիտեք ինչի՞, որտեղ այլևս փրկության այլ ճանապարհ չկա։ Փրկության ճանապարհը գիտեին, վերջ։ Մենակ Քրիստոսով է փրկությունը, այլ ճանապարհ չկա, այլ հնարավորություն չկա։ Վերջացավ։ Քայլել են, բայց մինչև վերջ չգնացին, մինչև վերջ չվստահեցին, չհավատացին։
Ղուկասի ավետարանում 19-րդ գլխում կարդում ենք Զաքեոսի մասին։ Մաքսապետ էր, հարուստ մարդ էր, որոշ առումով դիրք ուներ, ագին հարստություն ուներ։ Երբ որ Հիսուս Քրիստոս կողքով անցնում է, խնդիր ուներ, կոլոտ էր մարդը։ Ինչ անի։ Կամ կարասի դե լավ, մյուս անգամ հնարավորություն կստեղծվի, կգնամ, տեսնեմ ով է։ Չէ, բարձրանում է ծառը, պատկերացրեք կոլոտ մարդ, տարիքով մարդ, պաշտոնավոր մարդ, բարձրանում է ծառը։ Ինչի, որտեղ ուզում է Քրիստոսին տեսնի։ Ուզում է Քրիստոսին հասնի։ Իր համար այս պայծրությամբ անհասանելի էր Քրիստոսը, բազմությունն էր պատճառը, ու ասեմ, բազմություն իրան այդքան էլ չի սիրում։ Որտեղ Մաքսավորը աշխատում է հռոմեական կայսրության համար, Մաքսը турքը հավաքում է ու տալիս է իրան թշնամիներին։ Իր ազգականների կողմից եթե նույնիսկ փորձեր մոտենար, հաստատ ասում եմ, չէին թողելու, որտեղ դա այն մեկն է, դու ինչ գործ ունես մեր Հիսուսի հետ, մեր մարգարեի հետ։ Դու մեղավոր պիղծ մեկն ես, մարդկային տեսանկյունից, այս մեկը իրավունք չունի Քրիստոսի մոտ լինելու։ Մենք էլ ենք շատ դեպքերում տենց վարվում։ Ասում ենք, միչև որ չուղվես, յուբկետ չերկարացնես, չգիտեմ, գլխաշոր չդնես, եկեղեցու մուտքը փագ է քեզ համար։ Մինչև որ չմաքրվես, չսրբվես, սաղ հարցերդ կլուծես, նոր կգաս եկեղեցի։ Սիգարետի հոտը վրիցդ գալիս է, ինչ գործ ունես ստեղ։ Հասկանում եք, մարդկանց այս տրամաբանությամբ են մոտենում, ինչի որտեղ դարձում են անհասանելի։ Եվ Զաքեոսի համար Քրիստոսին մոտենալը այդ պայծրությամբ անհասանելի մի բան էր։ Բայց Քրիստոս իրեն կանչում է, ու դրանից հետո ասում է ինքն էլ Աբրահամի զավակ։ Զաքեոսն ասում է, ումից որ գողացել եմ, եռապատիկ տալու եմ, ունեցվածքից կեսն է բաժանելու եմ աղքատներին։ Ինչի, որովհետև անհասանելին, այն աստվածայինը հերուն իր համար դարձավ հասանելի Քրիստոսի միջոցով։ Դարձ ապաշխարություն ստացավ, մեղքերի թողություն ստացավ, հնարավորություն ստացավ նորովի ապրելու։ Դրա համար այս որոշումը կայացրեց։ Ինչ են կարծում, որևիցե կամ մեկը մեզանից, որ կարող ասի, ես արժանի էի, որ Տերը փրկեց ինձ։ Ես արժանի էի, որ Տերը մաքրեց ու արժանացրեց հավիտենական կյանքի։ Չկա տենց մեկը։ Եթե որևիցե գոնե մեկ հոգի արժանի լիներ, Քրիստոս չէր գա, չէր խաչվի։ Բայց քանի որ բոլորս էինք անարժան, դրա համար Քրիստոս եկավ խաչվեց։ Դրա համար իր արյունը թափվեց, որպեսզի մեզ համար անհասանելին այսօր դառնա հասանելի։ Դրա համար Սարայի ու Աբրահամի համար այնինչ որ անհասանելի էր, չգիտեին։ Տերը խոստացավ, ու այս խոստումը հավատքի միջոցով դարձավ հասանելի, պանդխտության ու վրանների մեջ ապրելու։ Որովհետև այսպիսի բաները խոստացողները հայտնում են, որ մի հայրենիք են որոնում։ Ուշադրություն դարձրեք, Աբրահամն ու Սառան, ում որ խոստացվել էր հայրենիք, այս երկրի վրա չէր այդ հայրենիքը։ Փնտրում էին ուրիշ հայրենիք, դրա համար չգնացին իրանց ուր երկիրը, որտեղ որ ծնվել էին, որը որ իրանց հայրենիքն էր։ Եվ եթե հիշում էին այն երկիրը, որտեղից դուրս ելան, ուրեմն ետ դառնալու ժամանակ ունեն, բայց այժմ ավելի լավ վայրի են տենչում։ Այսինքն երկնավոր վայրի, եւ դրա համար Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվելու, որովհետեւ նրանց համար քաղաք է պատրաստել։ Տերն ինչ որ խոստացել էր, այդ ամեն ինչ արդեն պատրաստել էր։ Եվ իրանք էլ հավատքով այդ ամեն ինչ արդեն իրականություն դարձած տեսնում են։ Մենք այսօր այդ քաղաքը տեսնում ենք, մենք հավիտենականությունը տեսնում ենք, թե ոչ։ Ձեզանից մեկը Աստծուն, Քրիստոսին, առաքյալներին տեսել է, ես չեմ տեսել։ Ես չեմ տեսել նույնիսկ այն քաղաքը, որը որ սպասվում է բոլոր հավատացյալներին։ Բայց գիտեք, Տերը խոստացել է։ Տերը խոստացել է այդ քաղաքը, օրինակի համար Հայտնության գրքում 21-րդ գլխում կարդում ենք այդ քաղաքի մասին մի փոքր։ Հայտնություն 21 Առաջին համարից կարդանք։ Հովհաննեսն է գրում. Տեսա նոր երկինք ու նոր երկիր, որովհետև առաջին երկինքն ու երկիրը անցան եւ այլևս ծով չկա։ Տեսա Սուրբ քաղաքը, նոր Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից Աստծո մոտից, պատրաստված եւ ինչպես իր ամուսնու համար զարդարված մի հարս։
Ինչն է պատրաստված քաղաքը։ Եվ գահից մի ուժեղ ձայն լսեցի, որ ասում է. ահա Աստծո խորանը, որ նա բնակվելու է մարդկանց հետ։ Նրանք կլինեն նրանց ժողովուրդը, իսկ ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է։ Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք, այլևս մահ չի լինելու նաև ոչ սուկ, ոչ աղաղակ, ոչ ցավ, որովհետև նախնիները անցան։ Հետո դրանից հետո նկարագրությունն ենք տեսնում ոսկե փողոցները, այդ թանկարժեք քարերը, ու այս ամեն ինչ ուղղակի ցույց է տալի այն փառքը, ինչ որ Տերը պատրաստել է։ Եվ այո, Աբրահամն ու Սարան որոշ առումով սա են տեսնում։ Ես չեմ տեսել այս քաղաքը, բայց հավատքով ենք այս քաղաքը ընդունում, հավատքով ենք լսում, հավատքով ենք ապրում, հավատքով ենք տենչում այդ քաղաքին, հավատքով ենք սպասում Տիրոջ այդ հանդիպումը, որտեվ ասում է խորան չտեսա, այլ որտեվ Տերը արդեն հավիտյան իր ժողովրդի հետ է լինելու, իր ազգի հետ է լինելու։ Սա այն մխիթարությունը, որ ապրում ենք։ Եթե չենք հավատում այս ամեն ինչին, եթե չենք հավատում գալիքին, անիմաստ ժամանակ ենք անցկացնում, ստե սիրելիներ։ Անիմաստ մի քանի ժամ ուղակի անցկացրեցիք, ուղակի, որ կարայիք վայելեիք այս կյանքը։ Գնայիք ուրիշ ինչ-որ մի բան անեք, չգիտեմ։ Եթե հույս տերս մենակ այս երկրից վրա ենք դրել, դրա համար երբ որ եղբայրս արդեն խոսեց Ասափի հետ կապված, ասում է երկնքում որ ունեմ, երկրից վրա էլ բավական է։ Այն որ երկնքում ունենք, բավական է, եթե Քրիստոսն ունեմ, բավական է, ուրիշ բանի կարիք չունեմ։ Բայց գիտեք ովքեր կարան մտնեն այս քաղաքը։ 27-րդ համարը հետևել խոսքն է ասում։ Եվ նրա մեջ մտնելու ոչ մի անմաքրություն, ոչ էլ պղծություն եւ ստություն անողը։ Բոլոր այս մարդիկ չեն կարող մտնել, այլ միայն նրանք, ովքեր գրված են գառան կենաց գրքում։ Նրանց անունը, որ գրված է կենաց գրքում, նրանք իրավունք ունեն մտնելու այս քաղաքը։ Այսինքն նրանք, ովքեր որ իրենց կյանքի ընթացքում ապաշխարությամբ, դարձով, խոստովանությամբ եկել են Տիրոջ առաջ, գառան առաջ, գառը նկատի ունի Քրիստոսին, որը որ զոհմատուցվեց մեզ համար։ Եվ եթե այս հավատքը չունենք, այս դարձը չունենք, այս ապաշխարությունը չունենք, այո, այս ամեն ինչը մեզ համար անհասանելի է լինելու։ Գումարով, բանով չես կարա վաստակես, ոչ էլ պաշտոնով, ոչ ինչ որ գործերով։ Միմիայն հավատով կարող են գալ խոստովանել մեր մեղքերը Տիրոջ առաջ, եւ այդ խոստովանությամբ է, որ Տերը փրկություն կտա։ Այդ խոստովանությամբ որ մենք ժառանգորդը կդառնանք, այս խոստմանը այլ հնարավորություն այդ քաղաքը մտնելու չկա։ Հույսեր մի փայփայեք, որ ստեղ գումար կարաք վաստակեք ու գնաք։ Հին դիցաբանությունների մեջ կար sense հասկացողություն, որ ոսկի պետք է ունենար եգիպտական։ Ու երբ որ պահը գալու էր, այնտեղ նավը նստած մեկը կար, ով որ մի ափից անցկացնում էր մյուս ափը։ Եթե ոսկի ուներ, կանցկացներ։ Եթե ոսկի չունես, ուրեմն բախտը չբերեց։ Ասեն, որ ոչ ոսկին է օգուտ տալու, ոչ փառքն է օգուտ տալու, ոչ գումարի քանակն է ինչ որ կերպով օգուտ տալու, որ դու կարողանաք մտնել քաղաքը։ Այլ միակ ճանապարհը Հիսուս Քրիստոսն է, որտեվ նա է ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը, ու առանց Քրիստոսի որևիցե մեկը հոր մոտ չի գնա։ Ուստի այսօր այդ հնարավորություն ունենք դարձի գալու, ապաշխարելու, խոստովանելու մեր մեղքերը, ասելով, որ մենք մեր կյանքը հանձնում ենք քեզ Տեր։ Ուղղակի փրկիր, ողորմիր, սրբիր, արժանի դարձրա մեզ էլ, որ մի օր այդ քաղաքը տեսնենք, բայց առավել քեզ տեսնենք, հավիտենականությունը քեզ հետ անցկացնել։ Ինչի՞, որովհետև հավատում ենք, որովհետև հավատով անհնարինը դարձավ հնարավոր, անտեսանելին դարձավ տեսանելի, եւ անհասանելին դարձավ հասանելի։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, իրապես փառք ենք քեզ տալիս, որտեվ մենք բոլորս անարժան ենք։ Անարժան ենք գալու քո առաջ, անարժան ենք քո առաջ նույնիսկ աղոթք բարձրացնելու, երգելու, փառաբանելու, բայց քո որդու Հիսուս Քրիստոսի արյան միջոցով արժանի դարձանք քո առաջ գալու։ Նրա բարեխոսության միջոցով, որ հնարավորություն ունենք գալու քո առաջ, աղոթելու եւ վստահ լինելով, որ Տեր դու մեզ պատասխանում ես։
Աղոթում եմ ով Հայր, որ այցելություն անես այստեղ գտնվող ամեն մեկին Տեր, եւ խոսքովը դու դիպչես, Սուրբ Հոգովդ այցելություն անես, մեր սրտերը բացես, որ հավատքով գանք քո առաջ, խոստովանությամբ դարձով դավանենք քեզ որպես Տեր ու Փրկիչ, որտեղ միայն փրկությունը, միակ ճանապարհը քեզանով է Տեր։ Ոստի խնդրում եմ ով Հայր, որ այցելես բոլոր նրանց, ովքեր որ այստեղ են եւ դեռ քեզ չեն ճանաչում։ Սիրելի բարեկամ, այս պայն հնարավորություն ունես աղոթքով Տիրոջը ասելու, ներում խնդրելու, դարձ ապաշխարություն ունենալու։ Ուղղակի կարող ես աղոթել, ասես. Տեր Հիսուս, ներիր, որտեվ մեղավոր եմ։ Ներիր, որտեվ այսքան ժամանակ ապրել եմ այնպես, ինչպես որ ես եմ ցանկացել։ Իմ շահը, իմ կամքը կատարելով։ Խնդրում եմ ներիր ինձ, սրբիր ինձ ամեն մեղքից, եւ ինչպես որ դու հարություն առար, մի օր ինձ էլ հիշի քո թագավորությունում։ Օգնի, որ ապրեմ այնպես, ինչպես որ դու ես կամենում։ Տեր, աղոթում եմ նաեւ, որ այցելես բոլոր նրանց, ովքեր որ այստեղ են, եւ հիմա միասին պետք է հաղորդության սուրբ սեղանին մոտենանք, թող որ իրապես ամեն ինչի մեջ դու փառավորվես եւ դու մեծարվես։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։